իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով իդեալ համակարգի ցանկացած խալոց սրա։ Շարունակում ենք, նախորդին Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ազգային ժողովում եզրափակիչ ելույթում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանից եւ նրա ընտանիքից ապօրինի ծագման գույքի բռնագանձման պահանջին։ Ռոբերտ եւ Բելլա Քոչարյաններից, Սեթրակ Քոչարյանից եւ Զարուհի Բադալյանից, Լևոն եւ Սիրանուշ Քոչարյաններից, Գանե Քոչարյանից եւ Վիգեն Չատինյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան $3 միլիոն, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան $1.4 միլիոն չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, իրավաբանական անձանցից են Nairi Insurance, Toyota Երևան ընկերությունը, Target Group-ը եւ մի շարք այլ ընկերություններ, ավելի քան $4 միլիոն, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլիի եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 միլիարդ դրամ։ Սա ընդհանուր այս պահին դատարանում գտնվող հայցագինն է Ռոբերտ Քոչարյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց մասով։ Հարկ է նաև նշել, որ վերջերս մի խումբ փաստաբանների մասնակցությամբ քննարկում էր կազմակերպվել, որտեղ մի շարք քրեական գործերով Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը պնդեց, թե Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի անդամների գույքերը չեն կարող բռնագանձվել, որովհետեւ առկա է բոլոր հիմնավորումները եւ որ Քոչարյանը ու նրա ընտանիքը պարտավոր չեն դատական գործընթաց անցնել ու ապացուցել իրենց կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի օրինականությունը կամ ապօրինությունը։ Իդեպ նշեմ, որ խորհրդանում ընթանում է հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան զեկույցի լսումները եւ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը նշեց, որ Երևանի նախկին քաղաքապետ, Կենտրոն համայնքի նախկին ղեկավար Գագիկ Բեկլարյանին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, համաձայն վարույթի նյութերի պետությանը եւ համայնքին պատճառված վնասը կազմել է 2 միլիարդ 327 միլիոն դրամ, խոսքը 27 անշարժ գույքի վաճառքի կամ նվիրատվության կամ ձևականակ աճուրդների միջոցով օրինականացման մասին է։ Զրուցակիցս Գյումրիի ժուրնալիստների ասպարեզ ակումբի ծրագրերի ղեկավար Լևոն Բարսեղյանն է։ Ողջույն պարոն Բարսեղյան, շնորհակալություն մեզ միանալու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ։ Պարոն Բարսեղյան, հիշատակած ելույթը, որը դիտեցինք, էլի բուռն քննարկումների առիթ է տվել քաղաքական հանրային դաշտում էլի քննարկվում է Քոչարյանը, նրա ունեցվածքը, նրա հետ փոխկապակցված անձինք եւ այլն, հա։ Նախ փորձենք հասկանալ, պարոն Բարսեղյան, ինչպես էր հնարավոր դիզել այդպիսի մասշտաբային ունեցվածք, երբ Հայաստանի Հանրապետությունը ծայրահեղ աղքատության շեմիներ, երբ Հայաստանի Հանրապետությունը շրջափակման մեջ էր եւ երբ Հայաստանի Հանրապետությունն անցնում էր պատերազմների միջով, երբ Հայաստանում աննախադեպ ծավալների արտագաղթ էր տեղի ունենում եւ այլն։ Շնորհակալություն։ Մի տարբերակը իհարկե հրաշափառ ճանապարհն է, հրաշքն է, առավոտ ելնում ես, պարզվում է միլիոնատեր ես, հետո միլիարդատեր ես, այս վարկածն էլ գոյության իրավունք ունի, այնպես որ այդ էլ պետք է հիմնավորվի, էլի, այսինքն դե մենք հնուց ունեցել ենք, մենք առաջին անգամը չէ, որ մենք այս ռեպլիկները լսում ենք, տարբեր մարդիկ, ով ապօրինի գույքի քննությամբ անցնում է, ասում է մենք հնուց ունեցել ենք, մենք միշտ հարուստ ենք եղել, մենք խեղճ չենք եղել եւ այլն եւ այլն։ Հրաշափառ ճանապարհը ես քիչ հավանական եմ համարում, բայց չբացառենք, էլի, բնության մեջ բազմաթիվ երևույթներ կան, որոնք դեռ ամբողջությամբ բացահայտված եւ քննված ու հիմնավորված չեն, ասենք Նյուտոնի օրենքները մինչև Նյուտոնը ոչ ոք չգիտեր, հա, բացահայտեց այդ մարդը, ամրագրեց, թե ինչի է դանդեր խնձորը բաց թողնելուց ընկնում կետին։
Հա, դու մի ասա գրավիտացիայի ուժ կա, ծկողականության ուժ կա, շատերը չգիտեին այդ մասին, մարդը ապացուցեց։ Մի կարող է Քոչարյաններն ու մնացած Քոչարյանները ունեն հրաշափառ ճանապարհով հարստանալու մեթոդ, դրանով հարստացել են եւ չեն կիսվում մեզ հետ։ Այս տմարդի վերաբերմունք է, էլի, անմարդկային վերաբերմունք է, երբ դու գիտես հրաշափառ ճանապարհով հարստանալու մեթոդը եւ Հայաստանի աղքատ բնակչությանը, միջին խավին, բոլորին հաղորդակից չես անում այդ մեթոդին։ Եթե լիներ, ասենք, շարքային քաղաքացի հրաշափառ կերպով հարստանար, շատերս չէին կիմանա այդ մասին եւ ինքը պատասխանատվություն չէր ունենա հանրության առաջ հարստացնել մարդկանց եւ երկիրը։ Նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը, վարչապետի պաշտոնը զբաղեցրած մարդը բարոյական պատասխանատվություն ունի հարստանալու հրաշափառ մեթոդները քաղաքացիներին կիսելու հարցում։ Չի արել, չի անում, չգիտեմ ինչի չի անում։ Մյուսը, որը ես ավելի շատ հավանական եմ համարում եւ այստեղ մենք դատախազության հետ համաձայն ենք, հա, այն է, որ շատ կոնկրետ անօրինական տարբեր հնարքներ են օգտագործվել, որպեսզի մեկի մոտ կուտակվի հարստություն, այս ծավալի հարստություն, ավելի ճիշտ այս ծավալը, որի մասին խոսվում է, իմ կարծիքով իրական ծավալի մի մասն է, կեսից ավելի քիչ ըստ երևույթին, ես իմ կեսի չափ, հա, այն մնացածների մասին կարող է երբեք էլ չիմանանք։ Շատ լավ, պարոն Բարսեղյան, ես ընդհանուր, տեսեք, տարբեր հարցեր կան այս հարցի շուրջ, սա որպես օրինակ, որովհետև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքով շատ-շատերն են անցնում, բայց սա շատ առանցքային, այսպես ասենք, գործերից մեկն է։ Հիմա էլ այսպես տարիներով պետք է քննեն, հասկանան, վերադարձվի, չվերադարձվի, ինչ կլինի, չգիտեմ, իհարկե։ Ինքնին սա արդեն կոռուպցիա չէ, ինչու։ Որովհետև կա հանրային ընկալում, որ այդ ցուցակը ամբողջական չէ ապօրինի ծագում ունեցող միջոցների, դրամական միջոցների եւ գույքերի, եւ նախորդից էլ համացանցը հեղեղված է այլ տեղեկություններով եւս։ Այն դեպքում, երբ այդ միջոցները դրանք կարտահայտվեն թե գույքով, թե դրամական միջոցներով, օգտագործվում են նաև տարբեր քաղաքական process-ների մեջ, հա, ինքնին էս ամբողջությունը կոռուպցիա չէ։ Կոռուպցիայի շատ ընդարձակ մեկնաբանության պահակին բան իհարկե կոռուպցիա է, բայց ձեր ասածի վերջի մասի վերաբերյալ ես առիթ ունեցել եմ շատ արտահայտվելու, ուղղակի կրկնեմ, որ եթե ապօրինի գույք կա, փողեր են դրանք, լրատվամիջոցներ են, ազդեցություն են դրանք, փայատիրություն է, պարտքի պահանջի իրավունք է եւ այլն, տոտալ ընդհանուր առմամբ ասենք ապօրինի ծագման գույք, շատ ընդհանուր ձևակ է։ Երբ ասում են գույք, շատ շատերը ընկալում են, թե դա բնակարան է, գարաժ է, հողամաս է եւ վերջ։ Դու մի ասա ոչ, այնտեղ բաներ են, ֆինանսական միջոցներ են եւ այլն։ Այս ամբողջը քաղաքականության մեջ ապականող դերակատարություն ունի։ Խարխլում է քաղաքական ընտրական համակարգը եւ սա գաղտնիք չէ ու իշխանությունները սա գիտեն։ Դրա համար հարկավոր էր եւ ելի հարկավոր է խափանել այդպիսի ապօրինի ունեցվածքի ազդեցությունը քաղաքականության վրա։ Իշխանությունները արմատական խափանման չեն գնացել եւ չեն գնում, չգիտեմ ինչու, երևի մտածում են, որ իրենց կմեղադրեն քաղաքական ազատություններ կամ քաղաքական իրավունքները ոտնահարելու կամ սահմանափակելու մեջ։ Այդպիսի ցուցիչներ կան, զանազան հետազոտողներ, տարբեր պետական եւ ոչ պետական միջազգային կազմակերպություններ հետազոտում են եւ գնահատականներ են տալիս, ըստ երևույթին իշխանությունները մտածել են ինչ որ բանում բանը շատ կոշտ չլինել, չեմ հասկանում, կամ ինչ որ դեպքերում մտածել են, որ հանկարծ կարող է իրենց կոշտ վերաբերմունքը վարկաբեկի Հայաստանի ժողովրդավարացման մասին համաշխարհային ընկալումները եւ այդպիսի կոշտ միջամտություններ չի կատարում։ Խոսքն այն մասին է, որ ապօրինի գույքի հետապնդման տակ գտնվող անձանց, ընտանիքները, то չգիտեմ, ֆիզիկական անձանց քաղաքական ակտիվությունը սահմանափակվի օրենքով։ Եթե ամբողջ քարոզարշավի մնացած մրցակից քաղաքական ուժերի ծախսած գումարը ենթադրենք 20-պատիկ պակաս է, քան թե ապօրինի գույքի տիրոջ քաղաքական ուժի ծախսած քարոզարշավային ծախսերի գումարը, հասկանում եք, թե ինչպիսի հանրային կարծիքի, հանրային վերաբերմունքի, քաղաքացու կամքի ձևավորման ապականություններ կարող է անել այդպիսի ապօրինի գույքի տիրապետողը կամ տիրապետողները, տիրապետողների խմբերը։
այնպես որ շատ պայմանականորեն ասած շատ փոքր բան է ապօրինի գույքի վերադարձը ենել ինչը տեղի է ունենում շատ տանդաղ բանը շատ անհուսալի կերպով ու դեպքից դեպք որոշակի տեղեկատվական սրացումներով մինչև հաջորդ տարվա ազգային ժողովի ընտրությունները նման սրացումների մասին դեռ մենք էլի լսելու ենք ավելի ահագնանալու են լուրերն այն մասին որ ահա ոչ միայն Քոչարյանի մյուսի ընտանիքներին կամ փոխկապակցված անձանց ապօրինի գույքի քննություններ են տեղի ունենում արդեն մոտենում է պահը որ դա պիտի բռնականձվի եւ այլն հա որովհետեւ դա այդ աղմուկը այդ հանրային տրամադրությունների վրա ազդեցությունը շատ կոնկրետ օգուտ է բերում իշխող քաղաքական ուժին ես բոլորովին նկատի ունեմ որ դա չպիտի արվեր իհարկե պիտի արվեր շատ ավելի վաղուց պիտի արվեր այս ասածս եւ շատ ավելի մասշտաբային կերպով շատ ավելի քիչ ջանք է դրել իշխանությունը ապօրինի գույքի վերադարձը հնարավորինս արագ շեշտակի իրականացնելու համար Պարոն Բարսեղյան, երբ ես հարցրեցի, թե ինչպես է սա հնարավոր դառել, ես կխնդրեմ մենք փոքր-ինչ ավելի նաև լայն դիտարկենք, հա, ինչ իմաստով, որովհետև այս մասշտաբը, այս ծավալը հաշվի առնելով մեր անվտանգային խնդիրները, պատերազմները, տնտեսական վիճակը, արտագաղթը, սոցիալական խնդիրները, շրջափակումը, հազար ու մի բան, բայց նաև հնարավոր է դարձել հենց այսպես շատ պատկերավոր ասած մեր մասնակցությամբ, ինչ նկատի ունեմ։ Սա հնարավոր է եղել ինչ-որ մի դատական որոշմամբ, սա հնարավոր է եղել անտարբերությամբ, սա հնարավոր է եղել ինչ-որ մեկի այդտեղ մասնաբաժին ունենալու շահագրգռությամբ, սա հնարավոր է եղել նաև մտածողությամբ, որ ուժեղ մարդը կամ ուժեղ ղեկավարը կամ պաշտոնյան պետք է կարողանա նաև կոռուպցիայով զբաղվել ու հազար ու մի բան։ Այս իրավիճակը մեզանում փոխվել է, երբ տպավորություն է, որ ինստիտուտները եւ համակարգերը այս ամենին եթե համադրում ենք, կարծես թե անզոր են։ Հասկացա։ Ինչպես է հնարավոր դարձել ներողություն նախադրյալները, որոնք հնարավոր են դարձրել նման բան, ընդհանուր առմամբ կոչվում է այսպես. պետության զավթման մակարդակի կոռուպցիա կամ մեկ այլ տերմինով համակարգային կոռուպցիայի շնորհիվ այս մասին շատ ենք խոսել, ես էլ եմ խոսել, ահագին հասարակական քաղաքական գործիչներ են խոսել անցած երևի 2 տասնամյակների ընթացքում, ոչ թե հեղափոխությունից հետո, այլ 2 տասնամյակների ընթացքում, երբ որ ակնհայտ է դարձել, որ Հայաստանում արդեն կա աշխատում է համակարգային կոռուպցիա կամ պետության զավթման կոռուպցիա։ Մարդիկ երբեմն շփոթում են սա իշխանության զավթման հետ։ Ես ի նկատի ունեմ ավելի բարձր գերագույն աստիճանի կոռուպցիանի նկատի ունեմ, երբ պետությունը փչացվում է, զավթվում է պետությունը իր բոլոր օրգանական համակարգերով։ Ինչի նկատի ունեմ, նախ զավթվել է իշխանության ձևավորման մեխանիզմը։ Այսինքն ժողովրդավարական երկրում ի բնե ուրիշ երկրների օրինակներից հայտնի է, որ իշխանությունը ձևավորվում է ժողովրդավարական ընտրությունների միջոցով, ազատ կամ արտահայտման միջոցով։ Դա նշանակում է կամքի ազատ ձևավորում, մարդու կամքի վրա պիտի ճնշումնային, պրոպագանդիստական, թելադրվող ձևավորում չլինի։ Այ այս մարդը լավն է, որովհետև քեզ աշխատանք է տվել, գնա քվեարկի, թե չէ աշխատանքից կզրկվես, եւ այդ մարդը կամքից զրկվում է նման սպառնալիքներից հետո։ Եվ այլն։ Ուրեմն ընտրությունների բուն կեղծումը, քվեարկության process, քվեաթերթիկներ, արձանագրությունների կեղծում, ընտրակաշարք եւ այլն։ Իշխանությունը զավթեցին, սա մեկ։ Դրանից Քոչարյան Ռոբերտը 98 թվականին իրավունք չի ունեցել առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում, վերջացավ։ Այդ փաստաբաններ, չգիտեմ ինչա բաններ եւ այլն, թող բացեն այն ժամանակվա սահմանադրությունը կարդան։ Վերջին 10 տարվա մշտական բնակիչ լինել այն երկրի Հայաստանի մասին է խոսքը, որտեղ ուզում է լինել նախագահ։ Քոչարյան Ռոբերտը 98 թվականին վերջին 10 տարվա մշտական բնակիչ չի եղել Հայաստանի Հանրապետության։ Վերջացավ 2003 թվականին նույնպես չի եղել վերջին 10 տարվա մշտական բնակիչ պետությունը իշխանությունը զավթվել է։ Ուրեմն հաջորդը
տնտեսությունը, մենաշնորհներ, բան է, ինչ է, Armentel, SIM քարտեր, բաներ, հանկարծությունաբերական մենաշնորհներ, Հայաստանի ռազմավարական պաշարների արտադրական օբյեկտների մի զգալի մասը ջրի գնով տրվել է բանը ուրիշ պետության, Ռուսաստանի Դաշնությանը։ Եվ բազմաթիվ այդպիսի այլանդակություններ ու քվազի մենաշնորհներ, ինչ է անունը, հակամրցակցային պայմանավորվածություններ, քվոտաների պաշխումներ եւ այլն։ Տնտեսությունը նույնպես զավթվել է։ Այն մանր-մունր բիզնեսները հələ թողնենք, էլի։ Իրենք իրենց խոշոր բիզնեսներով, աշխատողների ոչ պատշաճ կամ ոչ բավարար կամ թերի գրանցումներով, հարկերը քիչ վճարելով, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեները իրենց կեղծ տենդերներով կամ մեկ անձից գնման մեխանիզմներով յուրացրել են, տարել են իրենց բիզնեսների տակ, որովհետեւ այդ բիզնեսները, այսպես ասած, կենսունակ լինեն, դրանք դասական իմաստով մրցակցային բիզնեսներ չեն, դրանք մենաշնորհային բիզնեսներ են, որը կառավարելը անհամեմատեշտ է, եթե դու զավթել ես համակարգը։ Լրատվամիջոցների վրա ազդեցություն 2002 թվական Ամեկ+ Նոյան Տապանի եթերազրկում եւ այլն։ Սպանությունները քաղաքական, գլխավոր դատախազ ու մի, չգիտեմ, 50 հոգու սպանություն։ Հոկտեմբերի 27 քաղաքացիների կամքի դեմ զանազան ճնշումներ եւ այլն։ Այս ամբողջը ընդհանրության մեջ գնահատվում է որպես պետության զավթման մակարդակի կոռուպցիա, երբ իրավապահ համակարգը աշխատում է ոչ թե Հայաստանում արդարադատության ապահովման համար, ոստիկանություն, քննչական դատախազություն եւ դատարաններ, այլ նախ եւ առաջ ունի գլխավոր նպատակ պահպանել, պաշտպանել իշխանությունը ու վերջ։ Այն մնացածը ինչ մնաց, ասենք, չգիտեմ, երկու հարևանի տարածքային վեճ է, դատարանը նայում է, հետո ամուսնալուծության վեճ է, ժառանգություն կիսել, միսել, էսկոմենկո։ Քաղաքական բոլոր վեճերը լուծվել են իշխանություն ունեցողների օգտին։ Այս մեխանիզմով է եղել, որ անօրինական ճանապարհով հարյուրավոր մարդիկ, գուցե հազարավոր կարելի ասել, օգտագործելով իրենց պաշտոնը, դիրքը, անպատժելիության միջավայրը, մեխանիզմները, մթնոլորտը հարստացել են անբնական ծավալներով, ոչ թե հրաշափառ կերպով, ինչպես սկզբում կատակով ասացի ես, այլ անբնական կերպով, անհիմն կերպով, ապօրինի ծագում ունի այդ ամբողջ հարստությունը։ Սա պարզ էր արդեն դեռ մինչև 18 թվականի հեղափոխությունը նորություն չէր։ Սա պարզ էր եւ այս նոր իշխանություններին եւ հներին եւ այլն եւ այլն։ Հիմա 18 թվականից հետո ենթադրվում էր, որ պիտի արդարություն լինի երկրում։ Նիկոլ Փաշինյանը այն օրը բողոքում է, ասում է, այդքան ճանապարհ ենք սարքում, դպրոցներ, մանկապարտեզներ, ես ինչ մարդիկ կբաց ասում են Քոչարյանը հետինները ինչի նստած չեն։ Այ մարդ ասում է, այսքան գործ ենք անում, ձեր ուշք ու միտքը իրանց նստել, մոտարապես էս էր էլի բողոքը։ Վախենում է մարդ գյուղ մտնի, մարդիկ այդ հարցերն են տալու իրեն։ Պարոն Փաշինյանը ըստ երևույթին իսկապես չի հասկացել, թե մարդիկ ինչու են հեղափոխություն արել։ Իրեն թվում էր, թե դպրոց չունենալու համար են հեղափոխություն արել, մանկապարտեզ չունենալու, ճանապարհ չունենալու համար։ Այդ մանկապարտեզ չունենալը, դպրոց, չգիտեմ ինչ չունենալը հետևանքն է անարդարության։ Այդ անարդարությունը կոչվում էր պետության զավթման կոռուպցիա։ Ենթադրվում էր ողջամտորեն, որ հեղափոխություն արած ուժը, այն էլ Նիկոլը Փաշինյան շատ լավ գիտեր, չէ՞ ինչ է տեղի ունեցել երկրում։ Բայց միամիտ մարդ չէր, Ավստրալիայից միամիտ չեկավ էլի ու դարձավ վարչապետ, ինքը շատ լավ գիտեր ինչ է տեղի ունեցել։ Պիտի այդ պետության զավթման կոռուպցիան ջախջախվեր։ Դրա առաջին քայլը այդ փաստը ճանաչելն է։ Ցեղասպանությունը Թուրքիան չի ճանաչում։ Ուրեմն չի կարող լինել հատուցում, չի կարող լինել արդարություն, արդարադատություն։ Հասարակ է, չէ՞։ Հասարակ է։ Հիմա նույնն էլ ստեղ է, եթե պետական իշխանությունը չի ճանաչում, որ երկրում տեղի է ունեցել պետության զավթում, ոչ միայն իշխանության զավթում, ուրեմն իր ձեռնարկած միջոցները կարող են լինել անբավարար, ըստ այդմ։ Տեղի է ունեցել ինչ-որ անարդարություններ, բայց պետության զավթման մասին քաղաքական գնահատական այս իշխանությունը 7 տարում չհասկացավ, որ պիտի տա։ Եթե տար, ուրեմն հասկացած կլիներ ու դրանից կփխեին բազմաթիվ կարևոր կոշտ գործողություններ, որպեսզի խափանվեր այդ զավթումը մեկ, եւ մյուսը ստեղծվեին համակարգեր, որոնք թույլ չտային վերազավթումներ, ում կողմից ուզում է լիներ։ Սա տեղի չի ունեցել։ Հիմա կա արդյոք այդ ծավալի կոռուպցիա, չկա։ Պետության զավթման մագարտակի կոռուպցիա չկա։ Կա ավելի ցածր մագարտակի կոռուպցիա, ինչը նույնպես մեծ խնդիր է մեր երկրում։ Ընտրությունների մասով քվեարկության կոռուպցիա չկա։
փողը տամ կնա քվեարկի, բայց մարդու կամքի ազատ ձևավորման մասով արդարություն դեռ չկա հաստատված։ Սկզբում ես բացատրեցի դա։ Մեծ փողեր ունեցողները թելադրում են իրենց անօրինական այդ եկամուտներով, փողերով եւ լրատվամիջոցներով ձևավորում են հանրային կարծիք, որը անարդար ձևավորում է։ Մյուսները չունեն իրենց կարծիքները համաչափ կերպով ձևավորելու կամ հանրությանը մատուցելու հնարավորություն։ Դրանից բխած բոլոր աղմաղ հետևանքներով։ Ահա սա է։ Արդյոք մենք անցել ենք վերադարձի կետը, որ եկուց մյուս օր հանկարծ նորից չենք հայտնվելու պետության զավթման մակարդակի կոռուպցիայի իրավիճակում, ես վստահ եմ, որ դեռ չենք անցել այդ կետը, դեռ չենք անցել։ Դա կախված է գործող իշխանությունից եւ իշխանությունից պահանջներ ներկայացնող հասարակությունից։ Բոլոր նրանք մարդիկ, քաղաքացիները, որոնք անվերապահորեն սատարում են որևէ իշխանության, իրենք տապալում են երկիրը։ Այստեղ կլինի Միացյալ Նահանգներում կլինի, որտեղ ուզում է լինի։ Այստեղ էլ գործող իշխանություններն ունեն իրենց անվերապահ սատարիչները։ Նրանց մի մասն էլ ժամանակին անվերապահորեն սատարել են նախկիններին եւ այդպես շարունակ։ Հաջորդներին էլ են անվերապահորեն սատարելու։ Սա սխալ մոտեցում է, սա կործանարար մոտեցում է։ Հասարակությունը պիտի կարողանա ազդել իշխանությունների վրա, փոխել, բարեփոխել, վերափոխել իրենց վարքը եւ հանրային կյանքը երկրում, արդարություն հաստատել եւ այլն եւ այլն։ Որ ասեմ, մի նոր հայտնագործություն կա այս պատմության մեջ չկա։ Շատ վաղուց ամեն ինչ հստակ բացատրված հասկացված է եղել, այս իշխանություններին լրիվ բացատրվել է։ Կամ չեն հասկացել, կամ հասկացել են, չեն կամեցել անել։ Դատելով Փաշինյանի տարբեր ռեպլիկներից, որոնցից մարդ զարուրում է ուղղակի, էլի, ասում է, այսքան բան են կարել, մարդիկ ասում են Քոչարյանն ինչի նստած չէ։ Մեղա է ասու, մինչև հիմա գլխի չեք ընկել, հա, այս մարդկանց ուզածն ինչ էր փաստորեն։ Թե որ գյուղացի է, մտածում եք խելքը չի հասնում, էլի, թե երկրի հերը ինչպես են անիծել։ Շատ զարմանալի բան է, որ Փաշինյանը արտահայտվում է այդ մասին։ Լավ, մտածում ես, մի հատ ընկերների հետ խոսա, հարցրու, էլի, կուսակցական գործընկերներից հարցրու, ասա, ժողովուրդ ջան, այս ինչի են մարդիկ պահանջում, էլի, բանի նախկին պաշտոնյաների պատասխանատվությունը ընդհուպ մինչև ազատազրկման որակով։ Հələ հարցրու, էլի կարող է բացադրող լինի, այնտեղ էլի մարդիկ կան, չէ՞, մենակ Փաշինյանով չէ։ Մի խոսքով չերկարացնեմ։ Շնորհակալ եմ, պարոն Բարսեղյան։ Շնորհակալություն։ Զրուցակիցս Գյումրիի ժուրնալիստների ասպարեզ ակումբի ծրագրերի ղեկավար Լևոն Բարսեղյանն էր։ Այժմի համար այսքանն էինք նախատեսել, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։